ինչքան հուր կա իմ սրտում, բոլորը ձեզ, ինչքան կրակ վառ խնդուն, բոլորը ձեզ, արտասանեցի, մեծ ընչարեցի, բանաստեղծությունից 2 տող, քանի որ սիրելիներս միամսյակը շարունակվում է, շնորհավորում եմ բոլորիդ միամսյակի կապակցությամբ, երջանկություն, աննապ երկինք, առողջություն, անթիվ բազում ծաղիկներ եմ մաղթում բոլորիդ, առանց մեզ սիրելիներս կյանքը անգույն է, այլ մեկ են կյանքին գույն տալիս, որ դառնա կյանքը գունեղ, միշտ լինեք գեղեցիկ, սիրված, գունեղ, հարգված, սիրում եմ ձեզ բոլորիդ, այս գեղեցիկ ծաղիկները բոլորը ձեզ, որ դուք միշտ լինեք այդպես ուրախ, երջանիկ, բարի և Աստծո կողմից ամենակարևորը օրհնված, խնդրեմ, կեշասել ձեր պատվին երգում եմ, սիրելիներս, տեսեք քանի օր է նվիրել է որդիս այս բուկետը, Մարինկան իր բուկետը իր սենյակում է դրել, հարցս իրեն սենյակում, ես էլ աչքիս առաջ եմ դրել, որ միշտ այսպես նայեմ, գիտեք ինչքան եմ սիրում ծաղիկներ, շատ եմ սիրում, այս փոքրերը ավելի գեղեցիկ են, ինձ դուր է գալիս, ես ճիշտն ասած այդքան Ծուլպանի սիրահար չեմ ծաղիկների, ճիշտ է ծաղիկներ բոլոր տեսակի սիրում եմ, Ծուլպանը որ շուտ է թառանում, տերևները թափվում է դրա համար, բայց այս անգամ տեսեք քանի օր է, ինչքան գեղեցիկ մնում է, ասեմ որ սիրելի հետևորդներ ջան, այս թփերը սկսել են արդեն չորանալ, բայց չեմ կտրում, ջուրը ամեն օր փոխում եմ և շաքարաջուր եմ ավելացնում, Պեսոկը ջրով մի քիչ բացում եմ, լցնում եմ, ծայրերը մի փոքր եմ կտրում և դնում եմ ջրի մեջ, տեսեք, ինքը պեսոկից սնուցում է վերցնում և լավ մնում է։ Այսօր որոշել եմ պատրաստել, սիրելիներս, թարմը աղացած տավարի խոզի միսով, բլինչիկ, արդեն նախօրոք աղացել է հարսս, հիմա ինձ մնում է, որ լիստերը պատրաստեմ մնացածը։ Պատրաստում ենք բլինչիկի լիստերը, նրբաբլիթի լիստերը, տարայի մեջ ջարդում եմ 4 ձու, նախապես ձուն լավ լվացել եմ, չորացրել եմ։ Ավելացնում եմ 1 թեյ գդալ սովորական աղ, 1 թեյ գդալ շաքարավազ, աղի հետ լցրել էի, կես թեյ գդալ սոդա, սովորական սոդա, հիմա ես սիրելիներս պետք է հարեմ ձեռքի հարիչով, էլեկտրական հարիչ չեմ օգտագործելու, լավ խառնելուց հարելուց հետո նոր կավելացնեմ արդեն մնացած բաղադրիչները։ Պետք է լավ խառնենք, որ ձվի հետ շաքարավազը, աղը, սոդան լավ լուծվեն։ Հարած մասսայի վրա ավելացնում եմ ալուր, ես չափաբաժնում կգրեմ, թե ինչքան ալուր է հարկավոր, կաթ, ինչ որ օգտագործել եմ, նա էլ կգրեմ, բայց ընդհանուր առմամբ վերցրել եմ 1 լիտր սովորական կաթ, 1 բաժակ եռմանջուր և 500 գրամ ալուր,
Ես մանրամասը բացատրում եմ և կգրեմ, նորից եմ ավելացնում ալուր, ալուրը ավելացնելուց հետո պետք է լավ խառնել, որ մասան դառնա համասեռ, կոշտեր չմնա, ալուրը լավ խառնելուց հետո ավելացնում եմ կաթ մի փոքր, նորից եմ խառնում, աստիճանաբար ալուր, կաթ, որ լավ հարվի և կոշտեր չմնան, լավ խառնելուց հետո արդեն դարձավ համասեռ զանգված մեր մասան, հիմա պետք է ավելացնեմ մեկ բաժակ եղման ջուր, տեսնում եք ինչ եղման ջուր է, նոր անջատեցի գազը և լցրեցի ջուրը, հիմա կավելացնեմ մասային ու նորից լավ կխառնեմ, եղման ջուրը ավելացնելուց հետո մասան լավ փրփրեց, մի փոքր էլ կավելացնեմ ալուրը, նորից կխառնեմ, խառնելուց հետո ավելացնում եմ 100 մլ սովորական ձեթ բուսայուղ, լավ կխառնեմ, բերանը կծածկեմ, կթողնեմ 10-ից 15 րոպե խմորը հանգստանա, նոր կսկսենք արդեն թխել լիստերը, տեսնում եք ինչ լավ ստացվեց, կոկ, ընտիր խմոր ստացանք, խմորը 10 րոպե հանգստանալուց հետո սկսում եմ արդեն պատրաստել բլինչիկի լիստերը, նախապես թավան տաքացրել եմ, քսել եմ մի փոքր բուսայուղ և լցրել եմ թավայի մեջ խմորը տարածելով, հիմա մի կողմը, սիրելի հետևորդներ ջան, կարմրել է, շուռ եմ տվել հաջորդ կողմը մի թեթև կարմրի, արդեն կվերցնեմ, շատ չեմ թողնի կարմրի, ես առանց ձեզ արդեն մի քանի հատ պատրաստել եմ լիստերը, արդեն պատրաստ է, վերցնեմ հաջորդը լցնեմ, լցնում եմ սիրելիներս կոֆեի բաժակով, ինձ հարմար է այդպես, երկար տարիներ է բլինչիկի խմորը
թավայի մեջ լցնում եմ կոֆեի բաժակով, այլ ոչ թե շերեփով։ Ինձ հարմար է կոֆեի բաժակով լցնելը։ Տեսեք, ինձ գեղեցիկ կլորավուն ստացվեց եւ շատ ծակոտիներ առաջացան։ Խմորը ընտիր պատրաստված է։ Հիմա ծայրի մասերը, որ սկսեն կարմրել, չորանալ, նոր կշրջեմ մյուս կողմը։ Մյուս կողմը մի թեթև կկարմրացնեմ եւ կհանեմ, որտեղ մյուս կողմը արդեն պետք է տապակենք, լցոնենք խճողակով եւ տապակենք, այդ ընթացքում լավ կկարմրի։ Սիրելի հետևորդներ ջան, եռման ջրի հաշվին է, որ մեր նրբաբլիթները, բլինչիկները լինում են ծակոտիներով, չեն պատռվում եւ շատ փափուկ է ստացվում։ Պատրաստեք եւ կհամոզվեք, որ իրոք իմ այս բաղադրատոմսով շատ ընտիր նրբաբլիթների շերտեր են ստացվում։ Հուսով եմ գոհ կլինեք, պատրաստեք։ Հիմա արդեն պատրաստ է, շրջում եմ մյուս կողմը եւ այդպես բոլոր շերտերը կպատրաստեմ, սիրելի հետևորդներ ջան, որ ձեզ շատ չձանձրացնեմ, մնացածն էլ կադրից դուրս կպատրաստեմ, կհանդիպենք արդեն բոլոր նրբաբլիթները պատրաստելուց հետո։ Պատրաստի լիստերի մեջ կարող ենք ոչ միայն լցնել մսի խճողակ, այլ կարող ենք պատրաստել մեղրով, մուրաբաներով, ջեմով, խտացրած կաթով, ինչով որ երեխաները սիրում են։ Սիրելիներս, ես ձեզ ուղարկում եմ ընտիր բաղադրատոմս, պատրաստեք, անուշ արեք եւ գրեք, որ կեցես տիկին Մարինե, ընտիր բաղադրատոմս ուղարկեցիր մեզ։ Պատրաստում եմ բլինչիկի խճողակը, թավայի մեջ լցրել եմ բուսայուղ, բուսայուղը տաքացել է, ավելացնում եմ սոխը, ինձ մոտ սոխը մսաղացով աղացած է, աղացած սոխի մեջ ջուր է հավաքվում, այդ ջուրը չեմ լցնում, այդ ջուրը դառնահամ է տալիս, սիրելիներս, եւ սոխը լավ կխառնեմ, կթողնեմ տապակվի, մինչև դառնա վարդագույն։ Դուք կարող եք մանրացնել սոխը, նոր ավելացնել։ Հիմա կտապակվի, նոր կավելացնեմ։ Հիմա տապակվել է արդեն լավ սոխը, մի հատ էլ խառնեմ, ավելացնում եմ թարմա աղացած տավարի եւ խոզի միսը իրար խառնած։ Միսն էլ կխառնեմ սոխի հետ հավասարաչափ, որ գնդիկներն է բացվի, չնայած պետք է ավելացնեմ սառը ջուր, նորից խառնեմ, որ գնդիկները մսի բացվեն։ Մի լավ խառնելուց հետո կթողնեմ, որ միսը եփվի, բերանը կծածկեմ, թողնեմ, թող եփի։ Եփվելուց հետո մնացած բաղադրիչները կավելացնեմ։ Արդեն միսը լավ եփվել է, ավելացնում եմ եփած մսին աղ։ Ավելացնում եմ նաև կարմիր աղացած քաղցր պղպեղ։ Սև աղացած պղպեղ։
խառնում եմ, լավ խառնեմ, որ պղպեղները խառնվեն մեր տապակված մսին և սոխին։ Բերանը կծածկեմ, մի քիչ էլ կտապակվեն բոլոր բաղադրիչները, նոր կանաչիները կավելացնեմ։ Արդեն լավ տապակվել են, ավելացնելու եմ հիմա չոր ռեհանը և ծիտրոնը, շատ անուշ համ է տալի ռեհանը մեր բլինչիկի խճողակին և թարմը սամիտ մաղադանոց համեմ, մի հատ էլ կխառնեմ, մի 2 րոպեից հետո կանջատեմ, արդեն պատրաստ է խճողակը, անջատեմ, կթողնեմ կսառի, նոր կփաթաթեմ։ Սիրելիներս, տեսեք ինչ լավ ծակոտիներով նուրբ, գեղեցիկ, ձեռքիս մեջ հավաքեցի, բաց թողեցի, չի պատռոտվում, լիստեր պատրաստեցի։ Խճողակը լցնում եմ լավ տապակված լիստի վրա, 2 թեյի գդալ լիքը լցնում եմ։ Հիմա վերևից բերում եմ կողքերը, աջ, ձախ, իրար վրա եմ բերում և ոլորելով իջեցնում եմ ներքև։ Տեսեք, արագ ստացվում է և գեղեցիկ է, ինչքան գեղեցիկ ստացվեց։ Հիմա նույնն եմ կնում։ Լավ տապակված երեսը դնում եմ և խճողակը լցնում եմ։ Երևակայի հիմա գդալը կփոխեմ, հարմար չի թեյի գդալով, կվերցնեմ ճաշի գդալը, սա էլ փաթաթեմ, փոխեմ, նորից վերևից կիջեցնեմ, կողքերը կբերեմ աջը ձախ և ոլորելով արդեն կփաթաթեմ, շատ գեղեցիկ ստացվում է։ Հիմա թեյի գդալը փոխեցի, վերցրեցի ճաշի գդալ, նույն ձևի շարունակում եմ։ Հələ տեսեք ինչքան կլոր հավասար լիստեր եմ պատրաստել։ Սիրելի հետևորդներ ջան, այս իմ պատրաստած եղանակով, որ պատրաստեք, շատ ընտիր ստացվում է և շատ գոհ կլինեք։ Տեսեք ինչ հավասար, հանգիստ փաթաթում եմ և մնացածը, սիրելիներս, նույն ձևի փաթաթում եմ։ Ինչ ասել, երգում է ձեզ համար, սիրելի հետևորդներ ջան, ինչքան նստեմ խոսելու, պետք է դայլալի, երգի իր երգը, թող երգի, տեսեք, կեշած կերգի, ես էլ հաճույքով բոլորը կփաթաթեմ, հետո կտապակեմ, տեսեք բոլորը ծակ, ընտիր։ Սիրելի հետևորդներ ջան, ինձ մոտ ստացվեց 30 հատ բլինչիկի լիստեր, ոչ մի հատ չփչացավ, ոչ մի հատ չպատռոտվեց, հենց առաջինից էլ սկսեց ընտիր դուրս գալ։ Ինձ մոտ միսը, որ աղացել էի, 1 կիլոգրամ էր ուղիղ, խոզի և տավարի միսը իրար հետ, բավականին շատ է, ես էլ լիստերի մեջ շատ եմ լցնում, թող ավելի համեղ լինի։ Շատ ընտիր ստացվում է, սիրելի հետևորդներ ջան, որովհետև շատ
փափուկ, նուրբ, ընտիր լիստեր են։ Հիմա կադրից դուրս բոլորը փաթաթեմ, արդեն կհանդիպենք, երբ որ փաթաթեմ վերջացնեմ, կտապակեմ և ցույց կտամ ինչպիսի տեսք ունի տապակված բլինչիկները, նրբաբլիթները։ Բլինչիկները փաթաթելուց հետո արդեն բուսայուղի մեջ տապակել եմ բոլոր կողմերից։ Տեսեք տեսքը ինչ գեղեցիկ և ծակոտիներով, միևնույն ժամանակ միջուկը շատ հյութեղ համեղ, ընտիր խրխրթամ բլինչիկներ պատրաստեցի։ Այս տարբերակով դուք էլ պատրաստեք և շատ գոհ կլինեք։ Սիրելիներս, այսքանով ավարտում եմ այսօրվա այս համեղ հոլովակը, մաղթելով ձեզ եղեք առողջ և օրհնված։ Ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։ Ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ։